Հետաքրքիր է խաղալիքներում էլ, եթե առուց եւ խոյ երեխաներ ունեք, նախընտրելի է, որ այդ տիկնիկները, եթե երեխաների առումով է, տիկնիկները ունենան հենց այդ ոսկեգույն եւ կարմիր գույները, խոյ տղա երեխաների համար բնականաբար մեքենաներ, ամենագնացներ, որտեղ կրակի, զինվորի այդ սիմվոլներն են, մեքենաները ավելի շատ մարզական եւ զինվորական մեքենաներն են եւ կարող եք խոյերի նաեւ կույսերի համար գնել այսպես սպորտային հագուստներ կույսերը համազգեստ են դիտարկում, իսկ խոյերի դեպքում հենց սպորտային հագուստներ երկօրյակներին էլ կարող են գնել սպորտային հագուստներ, որպեսզի նրանք արագ հագնեն եւ արագ տեղաշարժվեն ահա աղեղնավորների համար շատ կարևոր է, նրանք սիրում են ճանապարհորդել, տուրփաթեթներ, օտար լեզվի կուրսեր, ճանապարհորդություններ, ձեր երեխաների կրթության հարցը լուծեք նորից, ավելացնեք նրանք պարապմունքների քանակը կամ կրճատեք որոշները, նրանց ուղարկեք դեպի այն կրթական վայրերը, որտեղ օտար լեզուներ են ուսումնասիրում։ Օրինակ առույցներին կարող եք տանել բեմական խոսք, բեմական արվեստը ուսումնասիրելու, երկօրյակին հռետորական այդ խոսքը զարգացնելու, իսկ աղեղնավորների համար ուղղակի օտար լեզուների կրթությունը խթանելու համար։ Նաև վճարեք նրանց հանգստի համար, գնեք նրանց հագուստներ, եթե աղջիկներն այդ գեղեցիկ վառվռուն հագուստներ կարող եք պատվիրել արտերկրից աղեղնավորը, կարող եք ուղղակի ճանապարհորդել, ձեր հանգիստը անցկացնել այնտեղ։ Իհարկե, սիրելի հետևորդներ, կրակի տարերքի այդ բոլոր 3 նվերները նախընտրելի են հենց այդ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար։ Անցնենք հողի տարերքը, ցուլ կույսեր եւ այծեղջյուրներ։ Գիտեք, նրանք հավաքող են, մանավանդ ցուլերը, ֆինանսական միջոցները այսպես փաթեթավորեք, տուփերի, ծրարների մեջ հանձնեք ցուլերին։ Այնպես չէ, որ կարիճները չեն սիրում, կարիճները միտված են հանրային գումարներ, նրանց էլ կարող եք ֆինանսներ, այդ գումարներ նվեր տալ, փաթեթավորված, ծրարի մեջ դրված։ Ցուլերը, ինչպես գիտեք, կշեռքների էսթետներ են, բայց ցուլերի ղեկավարը Վեներան է, նաև կշեռքների ղեկավարն էլ, նրանք սիրում են հարմարավետություն, տան, կահկարասի, կահույք, երկարաժամկետ այդ օգտագործման իրեր, բազմոց, սեղան, զարդեր, ահա ես ցուլ եմ եւ ես վերջերս ստանում եմ այդ նվերները, այս վզնոցը, ականջողերը ու մանավանդ եթե արծաթից է, ցուլերը սիրում են երկարաժամկետ օգտագործման իրեր, կարող է առուծի նման ճոխ չլինել, բայց գեղեցիկ լինել